Զետյորը ալագյասի հողն է բերում, իսահակին եմ հիշում, և նորվա չտնավ բնությունից են խոսում, ակամայից հանճարեղծ բանաստեղծ Հովհաննես Թումանյանին եմ հիշում, և մորս քնքուլ ձեռքերն են ինձ շոյում, Շիրազի մայրկությամբ եմ ոգեշնչվում, բայց երբ աստվածային շնչով ժայռը մասուր, քար ու քարավ ոգի են առում, խոսում շնչով առեղծվածի, հմայագեղ ու հայեցի, օրհնություն շրաղած և փոխարենը ողջություն շրաղած հանճարեղծ բանաստեղծ Համոս Սայանին եմ հիշում։ Նա իր շնորհը շաղ էր տալիս իսեր և իբարս Հայաստան աշխարհի, նա աղն էր մեր կինած և սուրբ մասոնքների օրհնաբանում։ Ողջույն հարգելի հանդիսատես, այսօրվա մեր միջոցառումը նվիրված է հայ գրականության դառնաբարում իր ուրույն տեղը զբաղեցրած մեծանուն բանաստեղծ Համոս Սայանին։ Այսօր մենք նրա բանաստեղծական աշխարհի հյուրն ենք, ունկնդրելու ենք նրա անավարտ, մաքուր և յուրեղյա խոսքը։ Այսօր դալիճը բարունվելու է պոեզիայի շնչով, բնության մերմությամբ և մարդկային հոգու մաքրությամբ։ Մենք բացելու ենք կախարդական մի դուռ, դեպի մի աշխարհ, որտեղ ամեն տող խոսում է ինչպես սարերից իջնող կարկաճող արվակար, որտեղ հայրենիքի բույրը զգացվում է բարերի շնչից, իսկ արևը շողում է ամենուր։ Այո, եկեք լսենք սայանական պոեզիայի հոգեթով մելոդիների մեղմ հերթը։ Եվս մեկ անգամ արժևորենք Համոս Սայանի գրական ժառանգությունը, որպես անանց գեղեցկության և անմար հայրենասիրության վկայություն։ Ինչ իմանալ Սայանի սանամ կաքավի քայլերով տատը, որ Աստծո մատների արանքից ընկած մարգարիտներից մեկը հենց Լոր գյուղում, հենց Խաչիբաբոս դրանն եկել, Համոյի ծննդյան յուրոնահոտ լուսաբացին։ Հեյ գիտիսյունիկ, տղամարդ հնձվորի, տղամարդ զինվորի, տոն մածարը պահողի, ծնրատիր աշխարհ, աչքդ լույս լինի։ Ու ես եկա, արդեն չգալ չէի կարող, ինչ է լիներ պիտի կայ, ու ես եկա, ասում են թե թոների շուրտին ուշաթափվեց, խրտնակ շողքը լույսնակի, լուսաբացի մի պատարիկ, երդիկը նիվար թրտրալով ընկավ մորս հոգնած բարձի և իմ անհոգ պաղտի վրա։ Իրարանցում եղախետով, Խաչիպապենց հին հոտայում, պապս ասավ տեր երկնային, քո փառքը շատ, իմ աչքը լույս, տանս միսյուն, մի գերան էլ ավելացավ, խաչակնկեց իր երեսին, տատս ասավ անխիղճ աստված, այս ինչ արիր, խեղճ ու կրակ սուրբից վրա, մի ավելորդ կդատ բռնով, մի բերան էլ ավելացավ, ինքն իրենից ամաչելով, հայրս անցավ սուրի ետը, սրբեց քրտինքն իր ճակատի ու աչքերի արծում կթած, ու երևի մտքում ասաց, արդ ու կալում ցավիս ընկեր, ու կամ քշող, մի ճիպոտ էր ավելացավ, առան տվին առակ, ու ոչ մեկը կրկի չկա, որ այս աշխարհի կանաչ կարմիր երազների ետևն ընկած երկու ոտ էր ավելացավ, երազներից քարե ծաղիկ ու քարեղեն հեքիաթյուսով երկու ձեռք էր ավելացավ։ Ու թեկուզ այս մեղքերը շատ, վերքերը շատ աշխարհի մեջ մի նոր մեղք էր, մի նոր վերք էր ավելացավ, բայց նրա մեծ համերգներում այս աշխարհի համ ու հոտով մի նոր երգ էլ ավելացավ։ Համոս Սայանը ծնվել է 1914 թվականի ապրիլի 14 Շիշանի շրջանի Լոր գյուղում։ Կրթությունը ստացել է Լոր գյուղի դպրոցում, որտեղ տարիներ առաջ դասավանդել էր Աքսել Փափնիցում։ Համոս Սայանը 14 տարեկան էր և տեղափոխվում էր Բաքու, որ եղբայրների մոտ։ Նրանք գույց հեռանալպառնությունը Թումանյանիկի քորը պատրվածքի երևեջներում, սակայն քաղաքում կրթվելու և մարդ դառնալու հեռանկարը չէ, որ ոգեշնչում է ավագ բանաստեղծին։ Այն հակառակը, նա գնում է Բաքու, բազմանդամ ընտանիքի հոգսը հետևացնելու, և ավագ բանաստեղծը դասում է իր մոր ողը։ Հիշում եմ, մի պահ կանգ առա, գյուղը մթության մեջ էր, բոլորը քնած են, միայն հանդիպակաց ժարիերն են արձագանքում մորը սկո մեղը լինեին։ Սայանի Բաքու գնալով ավարտում է դեպս ծաղկած սերը, քչերը գիտեն, որ Սայանի առաջին սերն այս գյուղի Չեղասպանի աղջիկն է։ Այո, ավարտում է ամեն ինչ, բայց մնում է հուշը, մաքուր ու անկեղծ հուշը, և ծնվում է այս կողքիկ բանաստեղծությունը։ Հրաշք լիներ կրկնվեր, այն հրաշքը իրական, արուստ վերը ստաներ, Չեղասպանի աղջիկան, կար խափաներ, ինչ աղաց է մանկական, նրա հետ սերը ստաներ,
ճանաչմանի աղջկան։ Պահեր, բժքի մեջ պահեր, կարմիր աստղերը ձգան, կարմիր արևը ստաներ, ճանաչմանի աղջկան։ Աղ ձեն ու ձուն չհաներ, իմ ցավերի դուրվական, այրող ցավերը ստաներ, ճանաչմանի աղջկան։ Ինչ ասեի կատարեր, աներ սերս կեղճկական, մի անգամ ևս ստաներ, ճանաչմանի աղջկան, հրաշքիներ կրկնվեր, այն հրաշքը իրական։ Առաջին սերս ծնտաղիքի պես, ծնհալի միջից մի անգամ շուտաց, ինձ ոտիս կրուվ մի անգամ չապեց և իսկույն փակեց աչիքները տեց։ Երկրորդը խոնարհ ապուշակեց, կանաչ թփերի մեջ թափուր ծիծաղեց, արավ հագյուրը ոսկեղեց շողի և ապոտակից կլուխը խասեց։ Երրորդը վաղտ էր մի ստորացել, ծանոթ էր աշխել արևի ուժին, իսկ երես տարավ խաղացը կիսել, շերնից տվեց բուրմուշ մուրշին։ Պատմում են Լուսին Տեսնուսարյանի առաջին հանրաստեղծությունները, իսկ առաջին Սովետան եզերքի ժողովածուն միանգամից մեծ հաճակ է նետում տաղանդավոր բանաստեղծին։ Հետագայում հրատարակվում են նոր գրքեր, որոնց շարքում անհատանում են քաղաքների ներկը Սեզան Պարսկեշ Իրիկ Նահաց ժողովածուները։ Մի անգամ մեծանում բանաստեղծն ասել է. «Իմ բանաստեղծական աշխարհի ճանապարհը ցույց է տվել Թումանյանը, իսկ բանալին ես էի հետվել, ու եթե ուզում եք ինձ մտրել, երկերից մեծից գնեք»։ Բանաստեղծը մասնակցել է երկրորդ համաշխարհային պատերազմին։ Պատերազմից հետո ամուսնացել է բանաստեղծուհի Մարիա Հարությունյանին, սակայն 38 տարի համատեխնիկից հետո նրանք բաժանում։ Սա մեծ ցավ է հանդիսանում տաղանդավոր բանաստեղծի համար։ Նա իր գրիչը թատախելով ուշքի թարգության մեջ Դու ուզեցիր, որ ես քեզ տիրություն անեմ, ու ես անտեր մնամ։ Ամեն ինչ տամ ու տեղ ոչինչ չառնեմ, ու քեզ ընկեր մնամ։ Դու իմ հարևն առաջ և ուզեցիր, որ ես շնորհակալ լինեմ, ես անարև մնամ։ Արցունքի մեջ մնամ, ու սգի մեջ մնամ, բայց քո տոնը լինեմ։ Ուշարկեցեք խնդրեմ մարգարեներ հիմը, ես ձեր ճորտը լինեմ, թե մինչև երբ պիտի ես իմ տան մեջ միակ ավելորդը լինեմ։ Հով եմ արել սրան նրան, հով լինելս չեմ զգացել, ինձ ասել, չեմ կանատել գուն ու սահման, ծով լինելս չեմ զգացել, ինձ ասել, վաղնից շատ է խփել քարին, բայց այնքան եմ եղել բարի, որ նրա հետ այսքան տարի, խռով լինելս չեմ զգացել, ինձ ասել, մեկն իմ աչքի փուշն է հատել, մյուսն իմ փոքրից մեղր է քաշել, մյուսն էլ անվերջ միսս ծանել, համով լինելս չեմ զգացել, ինձ ասել է, հող չեմ ընկել ինչքան որ կամ, ոչ ոտի հետ, ոչ մի անգամ, բայց ինչ արած մինչև անգամ, ով լինելս չեմ զգացել, ինձ ասել է։ Սա երբ պոեզիա է, երկությունը թեև արտակոս նկատելի չէ, շատ դեպքերում է զրկում է բնաշխարհիկ թթերը, այնուամենայնիվ ունի հոգևոր նկման հարուստ պաշտոն է, և մի տեսակ հատիկ առ հատիկ իր մեջ է հավաքում աշխարհի հոգս ու ցավի աղբյուրը։ Ինձ ճանաչելը մի քիչ դժվար է, հասկացեք էլի, ինչ արած, մարդ եմ, քարի պես պինդ եմ, հողի պես փխրում, ինչպես չլինի, դեռ մի քիչ մարդ եմ, ես իմ իշխանն եմ, իմ գլխի տերը, և ինձ թվում է մեծ ու անպարտ եմ, բայց ինչ որ չափով և ինչ որ մի տեղ, դեռ թիրապարտ եմ, մերթ ոտից գլուխ զարդեր եմ հագնում, մերթ այնպես անզարդ, պարզ ու անշուք, մերթ քար ու խարավ, մերթ վայրի խոպար, մերթ կանաչատար ու ցանածարդ եմ, հավիտենության լծորդն եմ անդուր, բայց և կարճատեր միակրթարդ եմ, փոթորիկներ են եռում հատակից, թեև երեսից այսպես հանդարտ եմ, կյանքս ավարտելու վրա եմ արդեն, բայց ինքս ավաղ դեռ անավարտ եմ, ինձ ճանաչելը մի քիչ դժվար է, հասկացեք, էլի, ինչ արած մարդ եմ։ Նրա համար բարական գլխավոր կրկանը խիղճն էր, խիղճ այս անխիղճ աշխարհում, որ կոչվում է վերականգնվելու մարդկային մարդկության վեր ու լսել այս ամենան աշխարհում։ Խիղճդ մեռնի աշխարհ, բուխդ մարի, միջակությունները մեծապատար, պատար արի հոգիս կերա ու չհանգստացան այսքան տարի։ Ասա, նվաստդ ինչ են աշխարհի, որ ինքն իրեն այսքան չչարչարի։ Ասա, ինչպես վարվի, ինչ անի նա,
Նրան ձեռքից գլուխն անմի գնա որտեղ փնտրի փրկությանը, երբ որ դու չես տվել նրանց աղոտ, մի շնորհքի նշխար, մի ուրամոտ, աղոտրակ ես տվել աշխարհի չափ ու բաց թողել վրաս քարնայի, խիղճդ մեռնի աշխարհ ուխոտ մարի։ Օրերը շատ եմ խառնում, աշխարհից բան չեմ հասկանում, մի աշխարհ հազար երես, աստառից բան չեմ հասկանում, մոտ խաղ են խաղում կրծիս, այս խաղից բան չեմ հասկանում, չորս հետքի ծով մեծավորի, չորս ճարից բան չեմ հասկանում, չորս ծավ և չորության պատճառից բան չեմ հասկանում, միտքը շատ խիղճ է մեռան, ես իմ դարդից բան չեմ հասկանում։ Համասայանի աշխարհը մի աշխարհ է, որտեղ բառերը բուռում են հողի նման, շնչում են գարնան նման և խոսում են հայրենիքի նման։ Նա մեզ սովորեցրեց սիրել արմատներով, զգալ լռությամբ և հավատարիմ լինել մեր երկրին։ Նրա բանաստեղծություններում Հայաստանը ներկայացնում է որպես անգնահատելի գանձ, իսկ ինքը բանաստեղծը հայ մարդու ճակատագիր։ Ախր ես ինչպես վեր կենամ գնամ, ախր ես ինչպես ուրիշ տեղ մնամ, ախր ուրիշ տեղ հայրեններ չկան, ախր ուրիշ տեղ խորովել չկա, ախր ուրիշ տեղ սեփական հոգում, սեփական հոգին խորովել չկա, ախր ուրիշ տեղ սեփական բախտից խորովել չկա, ախր ես ինչպես վեր կենամ գնամ, ախր ես ինչպես ուրիշ տեղ մնամ, Ախր ուրիշ տեղ հողի մեջ այսքան ասնություն չկա, այսքան վաստակած հոգնություն չկա, ախր ուրիշ տեղ ձյունի մեջ արև և արևի մեջ այսքանություն չկա, ախր ուրիշ տեղ տեղահան եղած ուսերով արագած սարի, ուսերի հենված տասնատուն չկա, ախր ես ինչպես վեր կենամ գնամ, ախր ես ինչպես